Ողջույն սիրելի ընկերներ, ես գտնվում եմ Արագածոտնի մարզի Երնջատապ գյուղում եւ եկել եմ կիսվեմ ձեզ հետ իմ հերթական հարստությունով, մարդ գլուխ գործոցով, ով զրոյից երկար տարիների ընթացքում սկսել է սկզբից զբաղվել պարզապես սնկի պարկեր կախելով, հուսամ ստեղ եք միտեղ չեմ ընկնի, ինչ որ խորթ ու բորթերով եմ անցնում, եւ որից հետո սնկաշխարհը այնպես է գրավել Մանվելին, որ ինքը սկսել է ստեղծագործել է եւ գտել է սերմը ստանալու միջոցները եւ ինքը արդեն Մանվելը պարկ է արտադրում։ Կարելի է ասել սա վերածվել ընտանեկան բիզնեսի եւ իմ հերթական ներկայացումը եւ այս ձեզ հետ կիսվելու պատմելը կայանում է նրանում, որ ասեմ անհնարին ոչինչ չկա, կարողանում եմ ես, կարող եք նաև դուք, կարողանում եմ Մանվելը, կարող եք նաև դուք եւ այս տարբերակում տեսեք, այնտեղ արդեն քաղված սնկի պարկերն են, փորձեմ այստեղով անցնել, որը Մանվելը հետո պարկերը բացում է տարածքով մեկ փռում եւ սա ամենաթանկ պարարտանյութերից մեկն է, կոմպոստացնում է ու Արագածոտնը որպես կաղամբած գիների համար շատ լավ պայման ապահովող տարածք, նաև մայրիկս խորհուրդ կտար հատապտուղներ, որովհետև ապարանի 7 գյուղերում մենք իրականացրել ենք 7 թե 13 հատապտուղների ծրագիր դեռ 14-15 թվականներին երևի, սա ծղոտի հակերն են, իմ սիրած թեման, որով ստանում է Մանվելը պարկերը եւ ես հիմա քայլում եմ դեպի Սնկանոց, ասեմ, որ մենք արդեն նրա հետ գրում ենք ծրագիր, ինչպես գիտեք, ես սիրում եմ երազել մեծ, շատ ու անսահման գեղեցիկ։ Դրա համար մենք պլանավորում ենք, որ այս տարածքը պետք է վերածվի գաստրոբակի, որտեղ եւ արտադրվի սունկը, ողջույն Սոնա ջան։ Հա։ Եվ հա։ Ահա, մի րոպե։ Հիմա պատմում եմ Մանվելը չընդհատեմ։ Չունեմ, էլի, այդ նոր ծլած ժամանակ իրան պետք չի, իրա վրա ջուր լինելը։ Ինքը նոր ծլած ժամանակ, երբ որ սպիտակա լինում, ինքը ջուրը չի կարող քաշի կլանի։ Ու մնում է իրա վրա, ու այդ ջուրը դառնում է ժանկ։ Այդ դեղինը, որ ասում ես, այդ դեղին գույնն է ստանում։ Որն է շնչում, որ ասեցիք շնչում է։ Ինքնանով շնչում է։ Հա, հասկացա։ Երբ որ քամի է լինում, քամու ժամանակ, ինքը թևերը այն պարկի վրա ներևում է, այս սնկի վրա, ինքը եթե քամի է լինում, ինքը սաս թեթև սկսում է ինքը ծածկել, փակում է, որ իր խոնավությունը դուրս չգա, որ ինքը կարողանա ապրել, ինքը կենդանի օրգանիզմ է։ Շնչում է թթվածին։ Հա, եթե ինքը սաս լրիվ ներքև է քաշում, ուրեմն քամի է եղել, ինքը ծալվում է ներքև, իսկ եթե օդը ածխաթթու գազը շատ է լինում, ինքը հակառակը, թևերը վերև է բարձրացնում, որ իր մեջից այդ բանը, ածխաթթու գազը արտանետի։ Բա ոնց ենք իմանում, որ ինքը բանը, ասենք խոնավություն է ուզում, պետք է իրան ջրեք օրինակ։ Եթե սունկը չի փայլում, օրինակ այս սունկը դες փայլում է։ Փայլը տեղն է, եթե փայլը տեսնում եք իր վրա փայլ չկա, սնկի վրա, նշանակում է իր խոնավությունը տեղը չի։ Ու եթե փունջը հավասարաչափ մի որը ժամանակ եղել է, որ ստեղ ինքը խոնավության խնդիր է ունեցել, այդ խոնավության խնդիրը ստեղ արտացոլում է նրանով, որ այս մանր սնկերը չեն մեծացել։ Այս մանր ժամանակ, փոքր ժամանակ ինքը խոնավություն շատ է պահանջում, որովհետև ինքը չի կարող իր մեջ կլանի այդ խոնավությունը, որ երկար ժամանակ ապրի, իսկ այս մեծը, հիմա ես իրան 3 օր չջրեմ, ինքը ապրելու է, որովհետև իր մեջ այնքան խոնավություն կա, 85-ից 90% իր մեջ խոնավություն կա։ Իսկ ոնց ենք հասկանում, որ արդեն իրան պետք է հավաքել։ Հավաքելը այս 4-ից 5 սանտիմետր, գլխի այս չափը, տրամաչափը պետք է լինի 4-ից 5 սանտիմետր։ Հիմա այսի իդեալական խավելով վիճակը, որ ինքը իդեալական Ես ես մի դրվագ ցույց տվեցի, որտեղ մեր 16-ամյա կարծեմ Լևոնը
հետաքրքրված է կախասնկի արտադրությամբ եւ պլանավորում է զբաղվել Արագածոտնի մարզի Ակունք գյուղում եւ այսօր նրա համար նույնպես շատ ինֆորմատիվ օր էր, որովհետեւ շատ այսօր ամբողջ օրը մենք այս կախասնկի թեմայով ենք, բայց ինչպես միշտ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել, որպեսզի եթե օրինակ եկել եմ կախասնկի արտադրության տարածք եւ ինչ որ մեկը հետաքրքրված է կախասնկով, որպեսզի կարողանամ ձեզ կոնտակտը փոխանցել, որովհետեւ ուզում եմ կարեւորեք, որ դրամից ավելի կարեւոր ոլորտային զարգացման համար շատ ավելի կարևոր են կապերը, լավ կապերը եւ ճիշտ եւ որակյալ ոլորտային կրթությունը։ Այնպես որ ուզում եմ հուշեմ, որ կախասնկի արտադրության համար, ինչպես մանվելը դասընթացների ժամանակ ներկայացնում է, կարծեմ 50 քառակուսի մետրի համար մաքսիմում 1-1.2 միլիոն է հարկավոր, որը մինչև 3-4 ամիս ոչ միայն ծախսածածկում է, այսինքն 45 օր հետո, ոչ միայն ծախսածածկում է, արդեն դուք ունենում եք եկամուտ։ Սա բիզնես գաղափարներից մեկն է ու քանի որ այս տարի էլ ավելի մարտական ենք տրամադրված դրական առումով Քրիստինեի հետ եւ Հայ գյուղի սոցիալական ձեռներեցության իմ գյուղը ՀԿ-ի ծրագրի շրջանակներում մենք ավելի շատ ենք նախաձեռնություններ եւ ծրագրեր իրականացնելու, նախ բացենք յուրաքանչյուրիդ համար ցանկացած հարցում ոլորտին վերաբերող ես ավելի կենտրոնացած եմ գյուղական զբոսաշրջության զարգացման վրա եւ այս տարածքը, որը որ ունի մանվելը, մենք վեր կացենք ծրագրի, իդեպ նաև ծրագիր գրելու հետ կապված, եթե կցանկանաք ուղղություն, հուշումներ, իհարկե մենք ծրագիրը չենք գրի ձեզ տանք ժամանակի սղության պատճառով, հետո էլ ամեն մարդ ինքը պետքա կարողանա ճիշտ շարադրի, գրի իր ծրագիրը, բայց բանալի բառեր, գործիքներ, որոնք որ ձեզ կուղորդեն, անպայման մենք կօգնենք, ավելի շատ Քրիստինեն է արձագանքում ձեր նամակներին ու հիմնականում։ Եվ խնդրում եմ բոլոր ոլորտների մեջ գյուղական զբոսաշրջության ենթաճյուղերի, դա կլինի ագրոտուրիզմ, դա կլինի գաստրոբակարկածային, արշավային, ուխտագնացային եւ էկոտուրիզմ, տուրիզմի ենթաճյուղերը շատ են, մենք դրանց մասին խոսում ենք, ցանկացած ոլորտում, եթե ունեք հետաքրքրություն, անպայման կապ հաստատեք, գրեք եւ մենք սիրով եւ օգտակար կլինենք եւ կհամագործակցենք ձեզ հետ եւ միասին գյուղական զբոսաշրջությունը զարգացնելով նաեւ կհզորացնենք մեր երկիրը, կզարգացնենք հայ գյուղը իրական, շոշափելի եւ ամուր ոտքերի վրա, հողի վրա կանգնած։ Հետևաբար ուզում եմ ասեմ, որ այս լայվը մենք կպահպանենք, որպեսզի հետագայում օրինակ 1 տարի հետո գամ այս տնտեսությունից ուղիղ եթերով ձեզ պատմեմ ու ներկայացնեմ արդեն գաստրոբակի մասին, մանվելի, միգուցե որպես առաջին հատված տեղադրեմ այս ուղիղ եթերը եւ երկրորդ արդեն կայացած, որտեղ զբոսաշրջիկը եւ իդեպ մենք պետք է առաջին հերթին զբոսաշրջիկ դիտարկենք մեր հայաստանաբնակներին, հետո երկրորդը արդեն ունի շարունակություն, որը դասընթացների ժամանակ խոսում եմ, բայց դուք կարող եք, մենք մտածում ենք այնպիսի գաստրոբակ, որ զբոսաշրջիկը վեր կենա, Երևանից գա, օրինակ հաճարով, սնկով, փլավ ուտելու, պարզապես սունկ ուտելու եւ այդ ամբողջ խոհանոցը այս գաստրոբակի կառուցված լինի սնկի վրա, բայց եթե միայն սննդի վրա ենք հիմնվում, ինքը հետաքրքիր չի լինում եւ զբոսաշրջության մի փոքր հատվածն է, այսպես ասած, զբաղեցնում, իսկ այս տարբերակում մենք պլանավորում ենք եւ հողամասի տարածքում ժամանց եւ դասընթաց, այսինքն նաեւ մաստեր կլաս սնկարտադրության վերաբերյալ ես չկարողացա, բայց փորձեմ ձեզ ցույց տալ։ Շուշան, որ գնում եմ մի տեղ ու այսպես ցույց եմ տալիս, էս էլ ռուբարբա, խավրձիլ։ Այս եղինչ, ընդամենը մի քառակուսի մետր տարածքում ես ուղակի ձեզ հետ զրուցելու ընթացքում ճռճռոք ժնգյալով հացի, այս մեկը գրականանուն չգիտեմ, գազրուկ են ասում, էլի տապակելու կանաչիա, խատուտիկը, որը եւ որպես դեղ է օգտագործվում եւ պետք է կարդալ նրա մասին եւ երազանք է իրականացնում։ Բա գիտեք իմ երազանքները
ոնց են ամեն օր իրականանում, այս կողմային կողմ փչում եմ, երազում եմ եւ իրականանում եմ։ Այս էլ մի փոքր հումորով համեմելով իմ ուղիղ եթերը, ուզում եմ ձեզ ասեմ ամենալավն ու բարին եւ ովքեր հետաքրքրված են սնկարտադրությամբ, մանվելը ունի պատրաստի արդեն պարկերը, որը վաճառում է եւ բնականաբար պարկերի հետ խորհրդատվություն հողից շուկա ողջ շղթան։ Իսկ ես մանվելին անվանում եմ կախասնկի արքա, որովհետեւ նա ամեն ինչ հասկանում է, ինչպես բժիշկ, օրինակ վիրահատող բժիշկի մասնագիտությունից, այդպիսի մասնագետ է մանվելը իր ոլորտում եւ մենք ինքներս նաեւ պետք է նպաստենք մեր շրջապատում եղած նման մարդկանց բիզնեսների զարգացմանը, որպեսզի նրանք հարստանան եւ հարստացնեն, ու եթե մի օր Հայաստանի Հանրապետությունում բոլորը լավ ապրեն, այդ ժամանակ մենք կասենք, որ հաջողել ենք, ու եթե մի օր բոլորը արթնանան ու մեկ մարդու պես ասեն, այսօր ում համար ինչ լավ բան անեմ, եթե բոլորը ասեն, ուրեմն արդեն հաջողել ենք կրկնակի եւ եռակի անգամ։ Ձեզ ասում եմ շնորհակալություն, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին։ Ես գտնվում եի Արագածոտնի մարզի Երնջատապ գյուղում, մանվելի սնկանոցում եւ հուսամ, որ այս ուղիղ եթերից հետո կհայտնվեն մարդիկ, ովքեր նույնպես կորոշեն զբաղվել սնկարտադրությամբ։ Եկամուտների, մշակության եւ ամեն ինչի մասին մանրամասները ձեզ կպատմի մանվելը արդեն անձնական նամակով, երբ որ դուք գրեք նրան եւ ասեք, որ իմ եթերը տեսել եք եւ հետաքրքրված եք կախասնկի արտադրությամբ։ Ձեզ ասում եմ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։